Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ Երևանյան համաժողովը պատմական է որակել։ Նա ընդգծել է, որ միջոցառման անցկացումը հստակ մատնանշում է մեր երկրի աշխարհագրաքաղաքական ուղղությունը։ Կոշտան ընդգծել է, որ Հայաստանն ու Եվրամիությունը միասին են այդ ճանապարհին, ինչի վկայություն է նաև վաղը նախատեսված առաջին ԵՄ Հայաստան գագաթնաժողովը։ Անտոնիո Կոշտայի խոսքով ներկայիս աշխարհագրաքաղաքական համատեքստում Եվրոպային անհրաժեշտ է անվտանգության 360 աստիճան տեսլական, քանի որ Եվրոպայի հարևանությամբ տեղի ունեցող պատերազմները ուղիղ ազդեցություն են ունենում ընդհանուր անվտանգության, էներգետիկ մատակարարման և տնտեսության վրա։ Նա շեշտել է, որ Եվրոպան պետք է համակողմանիորեն աշխատի Հայաստանի և ողջ տարածաշրջանի հետ, ապահովելու հարատև խաղաղություն, որը խարսխված է ժողովրդավարական կառուցակարգերի և հարևանների միջև ուժեղ տնտեսական կապերի վրա։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել։ Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպումը Փաշինյանը որակել է պատմական, քանի որ սա Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի առաջին այցն է Հայաստանում։ Հանդիպման ավարտին առաջնորդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Վարչապետ Փաշինյանը X-ի իր էջում նշել է, որ այս փաստաթղթով հայ-բրիտանական հարաբերություններում նոր ու խոստումնալից էջ է բացվում։ Դիվանագիտական ակտիվ օրակարգը շարունակվել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ բանակցություններով։ Կողմերը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսությունը և ստորագրել համատեղ հռչակագիր, որով Հայաստանի և Խորվաթիայի միջև հարաբերությունները պաշտոնապես բարձրացվել են ռազմավարական երկխոսության մակարդակի։ Բացի այդ գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ։ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Ելմազը ԵՔՀ-ի շրջանակներում հանդիպել են։ Պաշտոնյաները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և տարածաշրջանային զարգացումները։ Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը։ Այս կամրջի համատեղ շինաշխատանքները կարող են նպաստել հետագայում երկու երկրների միջև սահմանների բացմանն ու տրանսպորտային կապերի վերականգնմանը։ Վրաստանի վարչապետ Իռակլի Կոբախիձեն Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ միջոցառման ընթացքում առանձնահատուկ քննարկվել է Վրաստանի միջոցով Հարավային Կովկասը Եվրոպային կապելու հարցը։ Իռակլի Կոբախիձեի խոսքով Վրաստանը ապահովում է 7 երկրների կապը Սև ծովի և Արևմուտքի հետ, ինչը երկրին ռազմավարական նշանակություն է հաղորդում։ Վարչապետը ընդգծել է, որ այս թեման առանցքային է լինելու քննարկումների և կլոր սեղանների ժամանակ, քանի որ Վրաստանի դերը որպես կամրջող օղակ էական է տարածաշրջանային և եվրոպական ընդհանուր անվտանգության ու տնտեսական կապերի տեսանկյունից։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին տեսակապով միացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Եվրոպական խորհրդարանին և ԵԽԽՎ-ին նրանց մեղադրելով կողմնակալության և երկակի ստանդարտների համար։ Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանի խորհրդարանը պաշտոնապես որոշել է կասեցնել համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ բոլոր ոլորտներում։ Ալիևը դիմելով լսարանին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը բացահայտորեն անվանել է անջատողականներ ու պատերազմական հանցագործներ, մինչ Ադրբեջանի առաջնորդը թիրախավորում էր վերջին 3 տասնամյակների մեր պատմությունն ու արժեքները, Հայաստանի վարչապետն ու իշխող վերնախավը լուռ հետևում են ելույթին, չփորձելով հակադարձել սեփական մայրաքաղաքում հնչող վիրավորական որակումներին։ Պատճառն այն է, որ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրել սեպարատիզմին և պատերազմական հանցագործներին բերել արտերության։ Մայիսի 1-ին Ադրբեջանի խորհրդարանը պաշտոնապես որոշել է կասեցնել համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ բոլոր ոլորտներում
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հակադարձել է Իլհամ Ալիևին, որը եվրոպական կառույցներին մեղադրել էր հայամետ ու սադրիչ բանաձևեր ընդունելու համար։ Մեցոլան շեշտել է, որ Եվրոխորհրդարանը ժողովրդավարական մարմին է, որտեղ ընտրված ներկայացուցիչները որոշումները կայացնում են ձայների մեծամասնությամբ։ Նրա խոսքով, թեև այդ արդյունքները գուցե շատերի համար անհարմար են, սակայն խորհրդարանը երբեք չի փոխի իր աշխատակարգն ու որդեգրած դիրքորոշումը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բարձր է գնահատել Հայաստանի վերջին տարիների ժողովրդավարական ուղին եւ արտաքին քաղաքականության վերանայումը։ Ելիսեյան պալատի առաջնորդը բաց տեքստով հայտարարել է, որ տարիներ առաջ այս մասշտաբի միջոցառումը Երևանում պարզապես անհնար էր, քանի որ Հայաստանի ընկալումը աշխարհում բոլորովին այլ էր։ 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա եւ այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք ձեր երկիր, իսկապես լավ ցուցանիշ է, որովհետեւ 8 տարի առաջ այս երկիրը շատ սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արմանյակ։ Մակրոնի խոսքով Թավշյա հեղափոխությունն ու դրան հաջորդած ռիսկերի նվազեցման քաղաքականությունը Հայաստանի համար նոր դռներ են բացել։ Մենք Հայաստանին եւ Ադրբեջանին բացառապես խաղաղություն ենք մաղթում, գագաթնաժողովի ընթացքում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նաեւ նկատել է, որ 24 տարվա ընթացքում առաջին անգամ է Ուկրաինայի նախագահը այցելում Հայաստան։ Անդրադառնալով շուրջ 4 տարի ընթացող ռուս-ուկրաինական հակամարտությանը Զելենսկին հայտարարել է, թե ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կարող են թռչել Մոսկվայում մայիսի 9-ի շքերթի ժամանակ։ Ռուսաստանը մայիսի 9-ին շքերթ է կազմակերպելու Մոսկվայում ռազմական տեխնիկայով եւ եթե դա տեղի ունենա, առաջին անգամ է լինելու սա բազմաթիվ տարիների ընթացքում, որ նրանք չեն կարողանալու թույլ տալ իրենց ռազմական տեխնիկա ցույց տալ եւ վաղսփռող ԱԹՍ-ները բզալու են Կարմիր հրապարակի վրա։ Ես ցույց է տալիս, որ նրանք ուժեղ չեն եւ մենք պետք է շարունակենք մեր պատժամիջոցները նրանց դեմ եւ 20-րդ փաթեթը պիտի առաջ մղենք եւ շնորհակալ եմ բոլոր առաջնորդներին։ Նիստից հետո առանձին հանդիպել են Եվրոպական միության առաջնորդները, միության քաղաքական ղեկավարության ներկայացուցիչները եւ Վլադիմիր Զելենսկին։ Mr. President, why did Ukraine give phosphorus bombs to Azerbaijan? Առավոտյան Կարեն Դեմիրճյանի մարզամերգային համալիր մուտքի ժամանակ լրագրողները հարց էին ուղղել Ուկրաինայի նախագահին, ինչու Կիևը Բաքվին ֆոսֆորային ռումբեր մատակարարեց Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Զելենսկին հարցը անպատասխան էր թողել։ Մինչ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, Հայաստան դաշինքի հարյուրավոր անդամներ բողոքի ակցիա են արել համալիրի դիմաց, իրենց անհամաձայնությունը հայտնելով Հայաստանի կառավարության գործելավոճին։ Ցուցարարները պահանջել են նաև, որ եվրոպացի առաջնորդները ամեն ջանք գործադրեն Ադրբեջանում ապօրինի պահվող ռազմագերիներին օր առաջ ազատ արձակելու համար։ Իրանական ֆարս գործակալությունը հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը 2 հրթիռով հարվածել է ամերիկյան ռազմական նավին Հորմուզի նեղուցի մոտակայքում։ Ըստ իրանական կողմի նավը թիրախավորվել է նախազգուշացումներն անտեսելու եւ առանց համաձայնեցման նեղուց մուտք գործելու փորձի համար, ինչի հետևանքով ստացել է վնասվածքներ ու հարկադրված փոխել ընթացքը։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պաշտոնապես հերքել է այս տեղեկությունը, հայտարարելով, որ ոչ մի ամերիկյան նավ չի վնասվել, իսկ իրենց ուժերը շարունակում են իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը։ Իրանական ռազմական աղբյուրները պնդում են, որ առաջին կրակոցներն արդեն արված են եւ նախազգուշացնում են այլ երկրներին զերծ մնալ ամերիկյան գործողություններին աջակցելուց, սպառնալով նոր ավելի կոշտ սցենարներով։ Ավելի վաղ Իրանը Պակիստանի միջոցով Վաշինգտոնին ներփոխանցել խաղաղության 14 կետից բաղկացած առաջարկ, որը ենթադրում է պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, շրջափակման վերացում եւ միջուկային հարցի շուրջ բանակցությունների հետաձգում։ Թրամփը նշել է, որ հակված է մերժել այն, քանի որ Իրանը իր խոսքով դեռ բավարար գին չի վճարել իր գործողությունների համար։ Для нас предпочтительным является достижение наших целей через сделку, через мирные
Եվրոպական երկրներն օգտագործում են ցուցադրական ռուսաֆոբիան որպես պատրվակ ռազմական ծախսերն ավելացնելու եւ դիմակայության գնալու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը։ Ըստ նրա, Եվրոպան փորձում է այս կերպ փոխհատուցել ԱՄՆ-ի պաշտպանական դերի նվազումը, ինչը հանգեցնում է Եվրոպայի հետ շատ կոշտ դիմակայության շրջանի վերադարձին։ Պեսկովը շեշտել է, որ Մոսկվայի համար առաջնահերթությունը նպատակներին հասնելն է դիվանագիտական ճանապարհով եւ խաղաղ համաձայնագրերի միջոցով։ Սակայն եթե Կիևը հրաժարվի բանակցություններից, Ռուսաստանը մտադիր է հասնել իր ուզածին հատուկ ռազմական գործողության շարունակման եւ ավարտի միջոցով, ասել է նա։